Նկատած կլինեք, սիրելի բարեկամներ, որ վերջերս պաշտոնյաները սկսել են սպառնել սեփական ժողովրդին եւ ընդդիմախոսներին, ինչ-որ բան կորցնելու, ինչ-որ աղետներով, ինչ-որ բոմժանալու սպառնալիքով, որ ձեր աշխատավարձները կկրճատվի, թոշակներ չեն բարձրանա, ապահովագրությունից կզրկվեք, չգիտեմ, նման բաներ, նման սպառնալիքներ, թրիփ չի լինի, խաղաղություն չի լինի, անկախություն չի լինի։ Մեղադրանքներ, որոնց հետ կապված դա իրենց սեփական վախերի, սեփական ձախողումների պրոյեկցիան է իրենց ընդդիմախոսների վրա։ Օրինակ տեսեք, ասում են եռագլուխ կուսակցություն պատերազմի։ Նայում ես այդ մարդիկ շատ բան կարելի է մեղադրել, բայց պատերազմի ժամանակ նրանք պատերազմի եւ խաղաղություն որոշելու ոչ լիազորություն ունեին, ոչ հնարավորություն, բայց լիազորություն եւ հնարավորություն ուներ Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովրդին պատերազմի աղետներ, զրկանքներ բերել է պատերազմի հետեւյալ եռագլուխ կուսակցությունը՝ Ալիև, Փաշինյան, Էրդողան։ Եվ այսօր այդ երեքով հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով, մեղքը բարթելով ընդդիմախոսների վրա։ Տեսեք այս երիտասարդին, նա սպառնում է, որ 3 անգամ ցածր աշխատավարձ կստանաք, բայց 3 անգամ ցածր աշխատավարձ ստացողի ինչ դարդով եք տապակվում, երբ որ դուք միլիոնավոր պարգևավճարներ եք ստանում, իսկ ժողովրդին երես եք տալիս 10,000 դրամ գրոշներով։ Ինչ կապ ունեք դուք ժողովրդի հետ ընդհանրապես։ 8 միլիոն, Նիկոլ Փաշինյանն անձամբ 13 միլիոն պարգևավճար է ստանում եւ ժողովրդին ասում է բավարարվեք 10,000 դրամ բարձրացումով, երբ այդ 10-20,000 դրամը 18 թվականից 26 ես հատուկ տեսանյութ էի դրա համար նկարել, նույնիսկ ավելի քիչ արժի այսօր, ավելի քիչ ապրանք կարող եք գնել, քան 18 թվականին, այդքան թանկացել է ամեն ինչ։ Այսինքն ժողովրդին բառացիորեն ոչինչ չի հասել այդ իշխանափոխությունից, բայց դուք ստանում եք միլիոնավոր եւ միլիարդավոր պարգևավճարներ, արտոնություններ, պատավատներ, շքախմբեր, էժան կամ արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկերով բնակարաններ եք ձեռք բերում, մեկի տեղը 2, մեկ ավտոմեքենայի տեղը 2 ավտոմեքենա եք ունենում, ճամփորդում եք։ Ժողովրդին դրանից ինչ դուք ժողովրդի հետ ինչ կապ ունեք։ Այն ինչում դուք ժողովրդին մեղադրում եք, սպառնում եք, որ նա կունենա, եթե դուք չլինեք, դա ձեր սեփական կաշվի մասին եք ընդհանրապես մտածում, որ դուք կզրկվեք այդ միլիոնավոր պարգևավճարներից, ձեր աշխատավարձը 3 անգամ կնվազի, որտեղ էթալու եք գործ մանգակ, որովհետև դեռ այնքան պատասխաններ պետք է տաք ձեր առաջարասների համար։ Դուք եք բոմժանալու, դուք ձեր արտոնությունների վախով եք միայն ապրում, ժողովրդի հետ դուք ինչ կապ ունեք։ Պատերազմի եռագլուխ կուսակցություն, խաղաղություն, բարգավաճում։ Ես հələ ձեր մնացած թեզերին մանրամասն կանդրադառնամ, ձեր առողջության ապահովագրությանն էլ, ձեր դպրոցաշինությանն էլ, ձեր ուրեմն տեսեք ինչով են հպարտանում ցելի բարեկամներ։ Ասում են 300 քանի հազար աշխատատեղ են գրանցել։ Լավը հələ չեն էլ ասում բացել ենք։ Պատկերացնում եք 300,000 աշխատատեղ են գրանցել, որ նայում ես դրա ճնշող մեծամասնությունը ընդհանրապես ստվերից դուրս բերված աշխատանքի, այսինքն գոյություն ունեցող աշխատանքի ընդհանրապես գրանցում։ Եվ նրանք դրանով են միայն հպարտանում։ Բայց նոր աշխատատեղերի ստեղծմամբ, որը հավելյալ օգուտ կբերի, արտադրություններ, ձեռնարկություններ, որ ապրանք տանենք արտասահմանում վաճառենք, օգուտ ունենանք, փող բերենք, այլ ոչ թե վարկերով շինարարություն անենք, հնդիկներին հարստացնենք եւ ուղարկենք իրենց հայրենիք։ Այս բաների մասին նրանք չեն խոսում։ Նրանց միակ փորացավը սեփական կաշին փրկելն է, եւ նրանք ժողովրդի հետ վաղուց ոչ մի կապ չունեն։